Հզոր պայթյունի ձայնը ցնցել է ամբողջ Մասաչուսեթս նահանգը, երկնաքարը 75,000 մղոն արագությամբ անցել է նահանգի վրայով և պայթել մթնոլորտում, առաջացնելով ուժգին հարված։ 100,000-ավոր բնակիչներ են լսել ահարկու որոտը և զգացել ցնցումը։ ՆԱՍԱ-ն լրացուցիչ մանրամասներ է հայտնել, պայթածը հրեղեն գունդ էր, որը բեկորների է վերածվել։ Պայթյունի ուժը հավասար էր 300 տոննա տրոտիլի։ Այն բնական օբյեկտ է, ոչ թե տիեզերական աղբ, հայտնել են գործակալությունից։ Երկնաքարը պայթել ու մասնատվել է մոտ 40 մղոն բարձրության վրա։ Ամերիկայի երկրաբանական ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես գերձայնային ալիք, ոչինչ չի հարվածել երկրի մակերևույթին։ Տարածքի արտակարգ իրավիճակների գործակալությունը ստացել է ահազանգեր, բարեբախտաբար լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Երկնային այս երևույթը հազվադեպ է գրանցվում նման մասշտաբներով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կալիֆոռնիայում ուժի մեջ է մտել սննդի օգնության նոր կանոնները, աշխատանքի առկայությունը պարտադիր է։ Նյու Ջերսիում իրավիճակը մնում է լարված, Նյուարքում այսի դեմ բողոքները շարունակվում են պարետային ժամը ևս։ Շարունակվում են նաև բանակցությունները իրանական ճգնաժամի շուրջ, միակ արդյունքը վառելիքի ռեկորդային գնանկումն է։ Հոնդան հետ է կանչում մոտ 100,000 մեքենա, ինչն է պատճառը և ինչպես են տեղեկացվելու մեքենաների սեփականատերերը։ Էբոլայի մահացու տարածումը նոր թափ է հավաքում, առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը Կոնգոյում է։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք Մանու Հարությունյանին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glender News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Սննդի օգնության կանոնները հունիսի 1-ից փոխվում են, Կալիֆոռնիայում կգործեն նոր ավելի խիստ կանոններ։ Դրանք ներդրվել են դաշնային մեկ մեծ գեղեցիկ օրինագիծ նախագծի շրջանակներում։ Օգնություն ստացողները այսուհետ պետք է աշխատանքային պահանջները բավարարեն։ CalFresh ծրագրի դիմորդները պետք է աշխատեն կամ կամավոր լինեն, աշխատաժամերը պետք է կազմեն շաբաթական առնվազն 20 ժամ։ Այս պահանջը վերաբերում է 18-ից 64 տարեկան չափահասներին։ Նրանք պետք է ունենան առողջական լավ վիճակ։ Կան նաև բացառություններ, որոնք հաշվի են առնում քաղաքացիների կարիքները։ Հատուկ արտոնություններ կան հաշմանդամություն ունեցողներին խնամող անձանց համար։ Այդ ցանկում են նաև գործազրկության նպաստ ստացող քաղաքացիները։ Ուսանողները ևս կարող են օգտվել որոշակի արտոնություններից ու բացառություններից, նրանք պետք է սովորեն առնվազն կես դրույքով ուսումնական ծրագրերում։ Ծրագրի շահառուները ունեն 3 ամիս նոր կանոններին համապատասխանելու համար։ Պայմանները չբավարարողները կզրկվեն սննդի օգնության իրավունքից։ Հյուրընկալությունը հայրից մշակույթի անբաժանելի մասն է և իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի և որակյալ սնունդը։ Հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի և մեծ վստահություն վայելող Vivaldi Catering-ը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150-ից։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է և այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300-ով։ Ցանկանում ենք նշել, որ հենց Vivaldi Catering-ի Instagram-յան էջում պատկերված սպասքով և փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները։ Instagram-յան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում, ներածության բաժնում։ Իսկ մենք անցնենք առաջ։ Հանգստյան օրերին բախումներ են գրանցվել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի ներգաղթյալների կալանավայրի դիմաց, այնտեղ պայմանները դաժան են համարվում։ Այսի դեմ բողոքող ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել կալանավորներին։ Տեղում հավաքվել են նաև այսի աջակիցները։ Իշխանությունները սահմանել են պարետային ժամ, այն գործում է երեկոյան 9-ից մինչև առավոտյան 6-ը։ Ոստիկանությունը հայտնել է զինված անձանց ձերբակալության մասին։ Ցուցարարները հարձակվել են իրավապահների պաշտպանիչ պատնեշների վրա։ Նրանք նաև հրկիզել են տարածքը և նետել են տարբեր առարկաներ։ Իշխանությունները կտրականապես հրաժարվել են նահանջել։ Բժիշկները և իրավապաշտպանները միացել են այս բողոքի ալիքին։ Հակառակ կողմում հավաքվածները պաշտպանում են այսի աշխատակիցների իրավունքները։ Կալանավայրի կապալառու ընկերությունը հերքում է բոլոր մեղադրանքները, պնդելով, թե պահվող անձանց համար ապահովում է անհրաժեշտ պայմանները։ Իրավիճակը մնում է լարված և անկանխատեսելի, իշխանությունները փակել են փողոցները բախումները կանխելու նպատակով։
Նյույորքի կալանավայրում ընտանեկան տեսակցությունները վերսկսվում են, դա տեղի է ունենում բուռն բողոքներից և բախումներից հետո։ Տեղեկությունը հաստատել է նահանգապետը, ներքին անվտանգության նախարարությունը նախկինում կասեցրել էր այցելությունները։ Բողոքի ակցիաները կալանավայրի դիմաց շարունակվում են արդեն մեկ շաբաթ։ Ցուցարարները պահանջում են կալանավայրում պահման ավելի լավ պայմաններ և թափանցիկություն։ Լարվածությունը որոշակի չափով թուլացել է, բայց իրավիճակի վերջնական կարգավորումը դեռ չի երևում։ Այսի հետ կապված շատ հարցեր դեռ մնում են անպատասխան։ ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողանում վերջնական համաձայնության հասնել, խաղաղության պայմանագիրը մնում է օդում կախված։ Թրամփը առաջադրում է պահանջներ, որոնք Իրանը որակում է չափազանցված։ Կողմերը շարունակում են իրար մեղադրել ձգձգումների համար։ Իրանական կողմը պնդում է, որ վերջնական ըմբռնում դեռ չկա, մի փոքր այլ ձևակերպումներով դա հաստատում է նաև Սպիտակ տունը։ Նավթի գները մայիսին ընկել են 20%-ով, դա հիմնականում պայմանավորված է քաղաքական հայտարարություններով։ Թրամփը պարբերաբար խոսում է Իրանի հետ խաղաղ գործարքի մասին, ներդրողները հույս ունեն, որ պատերազմը շուտով կավարտվի, սակայն էներգետիկ ճգնաժամը դեռևս շարունակվում է, գները մնում են 47%-ով բարձր պատերազմից առաջ եղած գների համեմատ։ Ամբողջ աշխարհում վառելիքի պաշարները արագ սպառվում են, վերլուծաբանները ահազանգում են, որ մոտենում են նավթի պաշարների աննախադեպ ցածր մակարդակի։ Կանխատեսվում է գնաճ 1 բարելի դիմաց մինչև $150։ Այս դեպքում Կալիֆոռնիայում բենզինի գինը կհասնի $9։ ԱՄՆ դիվանագիտական ոլորտում իսկական կադրային ջարդ է սկսվել, մոտ 2000 փորձառու դիվանագետներ հեռացել են աշխատանքից։ Այս հեռացումները մի շարք ճգնաժամային կետերում Ամերիկան թողել են փաստացի անպաշտպան։ Փորձառու շատ մասնագետներ ստիպված են եղել թոշակի անցնել։ Պաշտոնները մնում են թափուր, այդ թվում Մոլդովայում և Ուկրաինայում։ Թրամփն այս պահին առաջ է մղում իր քաղաքական ծրագիրը և հեռացնում է այլախոհներին, բայց դա ապագայում վտանգ է ստեղծելու ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքականության ոլորտում։ Բարձր մակարդակի բանակցություններում այժմ հաճախ բացակայում են պրոֆեսիոնալ դիվանագետները։ Նրանց փոխարինել են նախագահի մերձավոր շրջապատի գործարարները։ Կադրային նման կտրուկ փոփոխությունները ցնցել են ամբողջ կառույցը։ Վերլուծաբանների գնահատմամբ այս քայլերի վնասները հաղթահարելու և դիվանագիտական կորպուսը վերականգնելու համար մի քանի տարի կպահանջվի։ Թրամփն առաջարկում է չեղարկել Ամերիկայի 250-ամյակին նվիրված բոլոր համերգները։ Օրեր առաջ տեղեկություններ էր տարածվել, որ մի շարք աստղեր հրաժարվում են ելույթ ունենալ այդ համերգներում։ Նախագահն էլ որոշել է պատժել արտիստներին, առաջարկելով Վաշինգտոնի ազգային ծառուղում նախատեսված համերգի փոխարեն կազմակերպել մեծ հանրահավաք։ 5 հայտնի արտիստներ հեռացել են նախագծից։ Նրանք պնդում են, որ միջոցառումը քաղաքական բնույթ ունի։ Freedom 250 կազմակերպությունը հերքում է քաղաքական նպատակները։ Նրանք ասում են, որ միջոցառումը նվիրված է միասնությանը, թե ովքեր կփոխարինեն ելույթներից հրաժարված աստղերին դեռ հայտնի չէ։ Ամեն դեպքում Թրամփը տոնակատարությունը կբացի հունիսի 24-ին։ Տոնակատարությունը կներառի զինվորական նվագախմբերի ելույթներ և ցուցադրական թռիչքներ։ Թրամփը պատրաստվում է հանդես գալ մեծ ճառով։ Նա խոստանում է ոգևորել բոլոր ամերիկացիներին։ Տոնը շարունակվելու է մինչև հուլիսի 10-ը։ Վաշինգտոն նահանգում թղթի արտադրության գործարանի տարածքում հայտնաբերվել են պայթյունի հետևանքով զոհված բոլոր 11 աշխատակիցների մարմինները։ Երկուսի զոհվելու փաստը արձանագրվել էր անմիջապես։ 9 աշխատակից համարվում էին անհետ կորած։ Փրկարարները հայտնաբերել են բոլորի մարմինները։ Ամենաերիտասարդը 26 տարեկան էր, ամենատարեցը 58։ Պայթած ցիստերնը պարունակում էր 900,000 գալոն քիմիկատ, այն օգտագործվում է թղթի արտադրության գործընթացում։ Շրջակա տարածքում արձանագրվել է քիմիական նյութերի արտահոսք։ Շրջակա ջրատարները հայտնվել են վտանգի տակ։ Իշխանությունները հավաստիացնում են, որ քաղաքի ջուրը անվտանգ է։ Ներկայումս քննվում է պայթյունի պատճառները։ Գործարանի տարածքը շարունակում է մնալ խիստ հսկողության տակ։ Ձեր տան կողքին կարող է գործել վտանգավոր քիմիական նյութերով ընկերություն։ Եթե նման մտավախություն ունեք, օգտվեք Կալիֆոռնիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կայքից։ Այն առաջարկում է ինտերակտիվ քարտեզ վտանգավոր օբյեկտները տեսնելու համար։
Մեկ այլ աղբյուր է հարավային ափի օդի որակի կառավարման շրջանի կայքը։ Այն տրամադրում է տվյալներ օդ նախտոտող սարքավորումներ ունեցող ձեռնարկությունների մասին։ Վերջին տեխնոաղետներից հետո անվտանգությունը մնում է առաջնային խնդիր բոլոր բնակիչների համար։ Խորհուրդ է տրվում մշտապես ստուգել պաշտոնական էլեկտրոնային հարթակները և վտանգավոր զարգացումների մասին ժամանակին տեղեկանալ։ Հոնդան հետ է կանչել մոտ 100,000 մեքենա, պատճառը անվտանգության բարձիկների անսարքությունն է։ Ոլորտի պատասխանատուները սեփականատերերին կոչ են արել շտապ ստուգել իրենց տրանսպորտային միջոցները։ Խնդիրը նստատեղի քաշի սենսորի թերությունն է։ Խոնավությունից սենսորը կարող է ճաքել և կարճ միացում առաջացնել, ինչի արդյունքում օդային բարձիկները կարող են անակնկալ բացվել։ Անսարքությունն առկա է Civic, Accord և CR-V մոդելներում։ Ցանկում կան նաև Acura, MDX և RDX մոդելները։ Ընկերությունն արդեն ստացել է 200-ից ավելի երաշխիքային բողոք։ Հետկանչի ենթակա մեքենաների սեփականատերերը կարող են զանգարել հաճախորդների սպասարկման կենտրոններ։ Ճշգրտված տեղեկությունները հասանելի են նաև Հոնդայի և Ակուրայի կայքերում։ Էբոլայի համաճարակը Կոնգոյում տարածվում է աննախադեպ արագությամբ։ Վիրուսը շրջանցում է բժիշկների ձեռնարկած բոլոր միջոցառումները։ Իրավիճակն այնքան է վտանգավոր դարձել, որ հիվանդության բռնկման օջախ Կոնգո է ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։ Նա անձամբ է հետևում իրավիճակին կենտրոնական հիվանդանոցներում։ Պաշտոնական տվյալներով արձանագրվել է 906 կասկածելի դեպք և 223 մահ։ Տեղի բնակիչների և բժիշկների միջև առկա է խորը անվստահություն։ Թաղման ավանդական ծեսերի սահմանափակումները զայրույթ են առաջացրել մարդկանց մոտ։ Գրանցվել են հարձակումներ բժշկական կենտրոնների վրա։ Կոնգոն 16 անգամ հաղթահարել է Էբոլան։ Հերթական 17-րդ բռնկումը մեկուսացնելու համար ԱՄՆ-ն տրամադրել է $80 միլիոն հավելյալ օգնություն։ Ընդհանուր աջակցությունը հասել է $112 միլիոն, չնայած այս ամենին հիվանդությունը շարունակում է տարածվել նաև հարևան երկրներում։ Դուք կարող եք ոչ թե պարզապես վճարել էլեկտրաէներգիայի համար, այլ էլեկտրաէներգիա արտադրել ու վաճառել։ Այս պրակտիկան արդեն բավական լայն տարածվել է Թեքսասում և Կալիֆոռնիայում։ Տան սեփականատերերը փոքրիկ արևային էլեկտրակայաններ են տեղադրում և սկսում են իրենց էներգիան վաճառել ցանցին։ Արևային վահանակներն ու մարտկոցները տնային տնտեսություններին թույլ են տալիս պահել ավելցուկային էներգիա։ Ցանցի ծանրաբեռնվածության պահին այն ուղարկվում է ընդհանուր համակարգ։ Արդյունքում շատ տների սեփականատերեր ոչ միայն չեն վճարում իրենց սպառած էներգիայի դիմաց, այլև իրենք են գումար ստանում էլեկտրամատակարարից, եթե ցանցին ավելի շատ էլեկտրաէներգիա են մատակարարել, քան իրենք են սպառել։ Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի հետ ընկերությունները փնտրում են էներգիայի նոր աղբյուրներ։ Ծրագրի մասնակիցների թիվը հասնում է 100,000-ների, կանխատեսվում է, որ առաջիկայում թիվն ավելի կմեծանա։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Սանտա Քլարիտայում գիշերային հանգիստը խախտվել է ահավոր հրաձգությամբ։ Կրակոցների հետևանքով կա 1 մահացած և 1 վիրավոր։ Հրաձգությունը տեղի ունեցել Center Point Parkway փողոցում։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի աշխատակիցները ժամանել են դեպքի վայր։ Նրանք հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 2 տղամարդու։ Տուժածներին շտապ տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Բժիշկների ջանքերին հակառակ նրանցից մեկը մահացել է, մյուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ոստիկանները արդեն ձերբակալել են կասկածյալին։ Նա կալանքի տակ է, հանցագործության հստակ դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Իրավապահները 122 ֆունտ կոկաին են հայտնաբերել օրինչ շրջանում Սան Կլեմենտեում։ Թմրամիջոցները տեղափոխվել են կապույտ մարդատար մեքենայով։ Սահմանապահ ծառայությունը հայտնել է բռնագրավման մասին։ Այս գործողությունը տեղի է ունեցել 5-րդ մայրուղու վրա։ Ոստիկանական շան օգնությամբ է հայտնաբերվել թմրանյութերի մեծ պաշարը։ Խմբաքանակը թաքցված է եղել մեծ պլաստիկ տարայի մեջ։ Վարորդը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Իրավապահները չեն հրապարակել կասկածյալի ինքնությունը։ Սա ամսվա ընթացքում երկրորդ նմանատիպ դեպքն է։ Ավելի վաղ սահմանապահ ծառայության աշխատակիցները գտել էին 163 ֆունտ մեթամֆետամին։
Երիտասարդ յութուբերները կինոաշխարհում հեղաշրջումներ են անում, նրանց սարսափ ֆիլմերը գերազանցել են անգամ աստղային պատերազմների նոր ֆիլմին։ Հանդիսատեսը զանգվածաբար լցվել է կինոթատրոններ։ Համացանցի երիտասարդ ստեղծագործողները դարձել են կինոթատրոնները վերակենդանացնելու նոր հույսը։ Backrooms ֆիլմը հավաքել է $81.5 միլիոն, դրա ռեժիսորը ընդամենը 20 տարեկան է։ Ֆիլմը հիմնված է համացանցային հայտնի պատմությունների վրա։ Obsession ֆիլմը ևս մեծ հաջողություններ է գրանցել, դրա բյուջեն եղել է 1 միլիոնից պակաս, կինոթատրոնները լեփլեցուն են նույնիսկ աշխատանքային օրերին։ Այցելուների 86%-ը 35 տարեկանից ցածր երիտասարդներ են։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, առաջիկա րոպեներին Մանու Հարությունյանը պատմելու է վերջին տարիներին ԱՄՆ-ում արձանագրված ամենախոշոր աղետների մասին։ Պատկերացրեք, ընդամենը մի քանի րոպեի ընթացքում օդը կարող է վերածվել թունավոր ամպի, իսկ ամբողջ քաղաքը տարհանման գոտու։ Բարև ձեզ։ Այսօր տեխնոաղետների մասին ենք խոսելու։ ԱՄՆ-ում վերջին 2 տասնամյակներին տեղի ունեցած խոշոր քիմիական աղետները ցույց տվեցին, որ նույնիսկ տեխնոլոգիական գերտերությունները չեն ապահովագրված համակարգային ձախողումներից։ Շարքը սկսենք Օհայո նահանգից, Իստ Փելասթայնի աղետից։ 2023 թվականի փետրվարին վտանգավոր քիմիական նյութեր տեղափոխող գնացքը դուրս եկավ ռելսերից Իստ Փելասթայն քաղաքում։ Վագոնները բռնկվեցին եւ իշխանությունները կազմակերպեցին վերահսկվող այրում։ Տասնյակ հազարավոր մարդիկ օրերով վախենում էին օդի եւ ջրի աղտոտումից։ Թեև պաշտոնապես զոհեր չգրանցվեցին, դեպքը դարձավ ԱՄՆ-ում բնապահպանական անվտանգության ամենամեծ սկանդալներից մեկը վերջին տարիներին։ Եթե Իստ Փելասթայնը մարդկանց հիշեցրեց քիմիական աղտոտման վտանգը, ապա Թեքսասի Լափորտ քաղաքը ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ մի քանի վայրկյանի սխալը դառնում է մահացու։ 2014 թվականին այստեղ տեղի ունեցած արտահոսքը տեղի ունեցավ ոչ թե պատերազմի կամ ահաբեկչության, այլ սովորական արտադրական աշխատանքի ընթացքում, եւ հենց դա է ամենասարսափելին։ DuPont ընկերության գործարանում վտանգավոր նյութի արտահոսքը սպանեց 4 աշխատակցի։ Թունավոր գազը տարածվեց գրեթե ակնթարթորեն, իսկ անվտանգության համակարգերը չաշխատեցին նախատեսված արդյունավետությամբ։ Հետաքննությունը բացահայտեց կազմակերպչական խախտումներ եւ թույլ վերահսկողություն։ Դեպքը դարձավ օրինակ, թե ինչպես կարող են վտանգավոր քիմիական նյութերը նույնիսկ փակ տարածքում վերածվել մահաբեր թակարդի։ 2010 թվականին ամբողջ աշխարհը հետևում էր մեքսիկական ծոցի աղետին։ Սկզբում բոլորը խոսում էին նավթի արտահոսքի մասին, սակայն շատերը մոռանում են, որ ողբերգությունը սկսվեց հենց հզոր քիմիական եւ գազային պայթյունով։ Deepwater Horizon հարթակը դարձավ արդյունաբերական անվտանգության ամենախայտառակ ձախողումներից մեկը ամերիկյան պատմության մեջ։ Պայթյունի հետևանքով ծովային հարթակում զոհվեց 11 մարդ, իսկ մեքսիկական ծոցը ամիսներ շարունակ աղտոտվում էր նավթով։ Քիմիական նյութերն ու միլիոնավոր բարել նավթը ծանր հարված հասցրին էկոհամակարգին եւ ձկնորսությանը։ Հետաքննությունները ցույց տվեցին, որ անվտանգության նախազգուշացումները երկար ժամանակ անտեսվել էին։ Արդյունքում աղետը դարձավ ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տնտեսական հսկայական ճգնաժամի պատճառ։ Քիմիական վտանգը միշտ չէ, որ թունավոր հեղուկ է կամ գազ։ Երբեմն նույնիսկ սովորական շաքարը կարող է պայթուցիկ դառնալ։ 2008 թվականին Ջորջիա նահանգում տեղի ունեցած դեպքը շատերին շոկի ենթարկեց, որովհետև գործարանում աշխատողները բառացիորեն զոհվեցին շաքարային փոշու հսկայական պայթյունից։ Այդ պատմությունը մինչ այսօր դասավանդվում է արդյունաբերական անվտանգության դասընթացներում։ Imperial Sugar-ի գործարանում կուտակված այրվող փոշին վերածվեց հսկայական կրակային ալիքի։ Զոհվեց 14 մարդ, տասնյակ աշխատակիցներ ծանր այրվածքներ ստացան։ Պայթյունը ոչնչացրեց արտադրամասերի մեծ մասը։ Քննիչները պարզեցին, որ գործարանում երկար ժամանակ անտեսվել էին օդափոխության եւ մաքրման կանոնները։ Մի քանի սանտիմետր փոշին այստեղ վերածվել էր իրական ռումբի։ Իսկ հիմա ամենաարյունալի դեպքերից մեկը 2005 թվականին Թեքսաս Սիթիի նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ամբողջ Ամերիկան։ Այդ օրը մարդիկ լսեցին ոչ թե մեկ, այլ մի ամբողջ շարք պայթյուններ։ Հետագայում քննիչները խիստ ծանր եւ մտահոգիչ եզրակացության եկան։ Ողբերգությունը ոչ թե մեկ անզգույշ քայլի, այլ տարիներով կուտակված անփութության արդյունք էր։
BP ընկերության գործարանում տեղի ունեցած պայթյունները սպանեցին 15 մարդու եւ վիրավորեցին շուրջ 180 աշխատակցի։ Վառելիքային գոլորշին բռնկվեց վերագործարկման ընթացքի ժամանակ։ Պայթյունի ուժը ջարդեց շինություններն ու կցասայլերը, որտեղ աշխատակիցներ էին գտնվում։ ԱՄՆ քիմիական անվտանգության խորհուրդը հետագայում հայտարարեց, որ անվտանգության խախտումները համակարգային բնույթ ունեին։ 2013 թվականին Թեքսասի Ուեսթ քաղաքում պարարտանյութերի պահեստի պայթյունը ևս խլեց 15 մարդու կյանք։ Ամոնիումի նիտրատի հսկահսկայական պաշարը վերածվեց ահռելի պայթյունի, որը հիշեցնում է ռազմական հարված։ Տասնյակ շենքեր փլուզվեցին, վնասվեցին հարակից տարածքներում գտնվող դպրոցներն ու բնակելի տները։ Ուեսթի պայթյունից հետո ԱՄՆ-ում սկսվեցին լայնածավալ քննարկումներ քիմիական պահեստների վերահսկողության մասին։ Հետաքննությունները պարզեցին, որ շատ վտանգավոր օբյեկտներ գտնվում էին բնակելի թաղամասերի անմիջական հարևանությամբ։ Դա անթույլատրելի է, փորձագետները զգուշացրին, որ հարյուրավոր նման պահեստներ շարունակում են աշխատել անվտանգության հնացած կանոններով։ Քիմիական աղետները սովորաբար ներկայացվում են որպես դժբախտ պատահարներ, բայց դրանց հիմքում որպես կանոն մարդկային գործոնն է։ Վերջերս հենց Լոս Անջելեսի հարևանությամբ էլ հազիվ խուսափեցինք հսկայական տեխնոաղետից։ Վտանգն այնքան մեծ էր, որ մոտ 50,000 մարդ էր տարհանվել վթարի հարակից տարածքներից։ Պայթյունը կանխվեց, բայց այս դեպքը ցույց տվեց, որ տեխնիկական աղետների վտանգը դեռ կա նաև այսօր գրեթե ամենտեղ։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ, համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։